Եթե ուզում եք ապրել առանց կոնֆլիկտների, պետք է ճանաչեք այդ կոնֆլիկտները։ Ողջույն սիրելիս, Ողջույն, շատ ինտրիգային թեմայով ենք այսօր հավաքվել, Այո։ սուրճից այն կողմ եւ ողջույն ձեզ սիրելիներս եւ շնորհակալություն, որ այսօր եւս մեզ հետ եք։ Իմ ձեռքին կա հետաքրքիր մի խաղ, որը կոչվում է զույգերն առանց կոնֆլիկտների։ Եվ քանի որ խոսքը գնաց զույգերի մասին, կոնֆլիկտի մասին, ես կցանկանամ մեր նախորդ զրույցի կիսատ թողած թեման զարգացնենք, աճեցնենք եւ խոսենք հիվանդագին խանդից։ Այո, ես ուզում եմ բարձրաձայնել քո այն կարևոր հարցը, որ ասում ես մար, հնարավոր է զույգեր լինեն առանց կոնֆլիկտների, որտեղ շատ լավ մեջբերում ունես, որ կոնֆլիկտները հաճախ տանում են ճանաչողության, բացում են եւ այլն։ Եվ պատճառը հիվանդագին խանդը շատ կոնֆլիկտների փորձել ենք այս ընտանեկան դերային խաղի մեջ քարտային տարբերակով մարդուն մոտեցնել ինքնաճանաչողությանը, որպեսզի ինքը երբ որ ցանկացած քարտ այդտեղ քաշում է, կա ընտանեկան իրավիճակ եւ քիչ չեն երևույթները, որոնք հենց խանդից են գալիս։ Հիվանդագին խանդը շատերի լեզվի համար սովորական բառ է դարձել, բայց դա ես չեմ հետազոտում, դա հոգեբույժն է հետազոտում։ Սա մեկ ճշգրտում ու շատ կարևոր է, որ ես ոչ թե խոսեմ հոգեբույժի փոխարեն, դա կլինի դիլետանտ կարծիք, այլ անպայման այս մասին խոսեմ մեր սիրելի հետևորդների համար, որ ոչ թե երկար տարիներ ապրեն այդ տանջալից ապրումների մեջ, ամեն վարքյան ամեն մանրուք, ամեն միլիմետրի վրա ինչ-որ բան փնտրելով եւ իրենց կյանքը վտանգելով, որտեղ այդտեղ վտանգի շատ մեծ եւ հարաբերությունների կործանման խնդիր կա եւ իրենց վնասելու խնդիր կա առողջության մասով, դիմեն հոգեբույժի։ Ես այս մեր եթերը մեծ սիրով նվիրում եմ իմ սիրելի գործընկերներ հոգեբույժներին, որպեսզի այդ մշակույթը որ խնդրի դեպքում է պետք դիմել հոգեբույժի, որովհետև ես միևնույն է պաթոլոգիայի հետ չեմ աշխատել, որքանով էլ որ մշակույթը գնաց դեպի այն կողմ, որ գոնե գնամ հոգեբանի։ Այս գոնեն էլի մարդու համար մշակույթի խախտման է բերում։ Չի կարող հոգեբանը աշխատել պաթոլոգիկ երևույթի հետ, իսկ խանդը իր հուզական դրսևորումներով որտեղ կա զառանցանք, հիվանդագին կպչուն մտքեր, ֆիքս գաղափարներ, հետապնդող մտքեր, այս դեպքում ով է աշխատում սիրելիս, հոգեբույժը։ Ահա, բայց նկարագրենք ովքեր են այս մարդիկ, թե կին եւ թե տղամարդ։ Ես կառաջարկեմ նախ հասկանանք ինչ է խանդը։ Ինչպիսի զգացողություն է խանդը, երբ են այդ զգացողությունը զգում, ովքեր են զգում եւ ինչի է դա հանգեցնում։ Խանդը ոչ հիվանդագին։ Խանդը ենք խոսում դեռ։ Այն ինչ է, էմոցիոնալ վիճակն է, այն հույզն է, որը որ ցանկացած հույզի նման կարող է մարդ ունենալ։ Դա մարդկային հակազդումն է տարբեր իրավիճակների։ Երբ որ նա մրցակցային է, երբ որ նա լիդեր է, երբ որ նա ամբիցիոզ է, երբ որ նա սեփականատեր է, երբ որ նա եսասեր է, այս դեպքում աշխատում է խանդը իբրև հակազդում տարբեր երևույթների մեջ, որովհետև կա խանդ ընտանեկան հարաբերությունում, կին-տղամարդ հարաբերությունում, կա խանդ երեխա ծնող հարաբերություններում, կա խանդ մասնագիտական խանդ։ Այո։ Սերունդների միջև բոլոր բախումները կարող են մրցակցային հարաբերությունների ֆոնի վրա լինել։ Առաջնային խանդը նկատում ենք երեխաների մեջ, երբ բարդույթի շրջանում, էդիպյան կամ էլեկտրայի բարդույթի շրջանում երեխան սկսում է ծնողի հետ մտնել մրցակցության մեջ կամ ծնվում է տան երկրորդ փոքրիկը եւ երեխան մտնում է ծնողի սիրո համար մրցակցության մեջ։ Սա բերելու է, հանգեցնելու է մեկ այլ էմոցիոնալ վիճակի, որը որ կոչվում է խանդ ու մարդը հետո հեշտությամբ ասում է ես խանդոտ եմ։ Այո, եւ ինչպես հասկացաք, խանդը չի ճանաչում սեր, տարիք, ոչինչ խանդը, ոչինչի առջև չի կանգնում։ Եթե խանդը կա, պետք է պատճառները հասկանալ, արդեն մենք սովորել ենք գնանք գիտակցման դաշտ, ճանաչենք նրան, ընդունենք նրան եւ ճանապարհենք, որտեղ
որ նրա տեղն է։ Արդյոք հնարավոր է վաղ տարիքում կամ սկզբնական փուլում կանխել խանդի զգացումը։ Իհարկե։ Խանդը ոչ այլ ինչ է, քան վաղ տարիքում ձևավորվող հույս, որը որ ծնողը կարող է եւ ի վիճակի է գնահատել անկախ մասնագետ է թե ոչ, որովհետեւ ի ուրախություն մեջ շատ ծնողներ իրենց 3, 4, 5 տարեկան բարիկներին կարող են բերել եւ առաջի գանգատը լինել, որ ունենք փոքրիկ եւ տեսնում ենք ինքը շատ է խանդում, փորձում է վնասել, մենք ճիշտ է երկուսի հանդեպ է շատ ուշադիր ենք, այս դեպքում մենք տեսնում ենք, որ ծնողը նկատում է, բայց իր մոտեցման մեջ պետք է լինի փոփոխությունը եւ շատ հաճախ երեխայի հետ աշխատելու կարիք է չկա, պարզապես պետք է ծնողին ճիշտ ուղղորդում տալ ինչպես մոտենալ։ Ծնողը իրականում վիճակի է գնահատել եւ ծնողը գնահատում է, շատ գանգատներ ունենք, որ ծնողը բերում է եւ փաստում է, որ տանը կա փոքրիկ եւ երեխան խանդում է։ Ծնողները նույնիսկ ձևակերպում են, որ շատ կարդացել ենք այդ երևույթի մասին եւ մեր փոքրիկը, երբ որ օրինակ ուզում են ծնողները գրկախառնվել կամ համբուրվել, գալիս է եւ բաժանում է եւ չի թողնում։ Խանդը կարելի է ավելի հեշտ ձևակերպել, որ դա պայքար է սիրո համար եւ իր չափաբաժինը երեխան ընկալում է բավականին քիչ, դա իր էմոցիան չի բավարարում, որտեղ սովորույթի ուժով նա ծնվել է եւ բարուրից սկսած եղել է ընտանիքում ամենան եւ երբ որ երկրորդ ամենան է գալիս, արդեն շատ դժվար է կիսել տեղը եւ դերը, բացառապես ծնողի դերն է կարևոր, որովհետեւ երեխայի խանդի հատվածը հաղթարել, չվնասելով նրա լիդերությունը։ Երբ ես նշեցի խանդի սեփականատիրական էությունը, նարցիսին էի հիշել, եւ այս մասով կրկին եսի հետ շատ նուրբ եւ զգույշ վերլուծական մոտեցում է պետք իրականացնել։ Սեփականատիրական զգացողությունները մեր հետ չեն ծնվում, կրկին մեզ դա սովորեցնում են, որ դու պետք է ամենալավը ուտես, ամենալավը հագնես, ամենալավ խաղալիքը քոնն է, դու ամենալավն ես, ամենա հայտնի մուլտֆիլմը հիշենք։ Այս ամենայի մեջ եսը չի կարող ավելի էմոցիոնալ ճիշտ ընտրություն անի, քան որ ծագում է մրցակցությունը եւ խանդը։ Մրցակցության այն տարբերակը, որ օրինակ ես ավելի լավ կսովորեմ, ես ավելի լավ կասմունքեմ, ես ավելի լավ կերկեմ, սա ավելի ուշ է դրսևորվում։ Խանդի սաղմերը իրականում ավելի վնասելուն են ուղղված, այսինքն երեխան մտածում է նրան հարվածեմ, որ ես լավը լինեմ։ Հետո արդեն սովորույթի ուժով, եթե դա ամրապնդվում է, արդեն ծնողի մոտեցմամբ դա հաղթահարում ենք։ Մասնագետի դիտարկումը խանդի սահմանման մեջ այն է, որ դա սովորույթի ուժով ամրապնդվում է եւ դառնում է վարքաձև։ Գնում է դպրոց, խանդոտ ընկերուհի է, գնում է համալսարան, խանդոտ ուսանողուհի է, ամուսնանում է խանդոտ ամուսին է կամ կին է, գնում է աշխատանքի վայր, ինքը ամեն հաջողության ու շիաջողության դեպքում խանդոտ է, այստեղ ավելանում են արդեն չարամտությունը, նախանձը, տարբեր երևույթներ, կրկին հուզական դրսևորումներից, որոնք մեկ փունջ են կազմում։ Այս բարդացումներից խուսափելու համար առողջ ձև կա մոտեցման, չասեմ դաստիարակության, դա ավելի մանկարժական կատեգորիա է։ Մեր դեպքում, մեր ոլորտում դա մոտեցման հարց է։ Մոտենալ այնպես, որ ի սկզբանե որևէ մեկը ամենա չլինի, որ ընտանիքում ստիպված չլինի լինել երկրորդը։ Սկեսուր մայրիկներին կամ ուրախացնեմ իմ խոսքով, որ երբ որ առաջին հարսիկին վերաբերվում են ամենան, որ այսպես տալիս են շատ կարևոր բարձր դիրք, եթե տանը կա օրինակ աղջիկ երեխա, հա, իրենց աղջիկ երեխան, ու մինչև այդ էին տվել ամենայի դիրքը, առաջանալու են խանդ եւ մրցակցություն։ Տեսեք, շատ բնական պայմաններում ձևավորվում են այնպիսի հարաբերություններ, որոնցից հետո փորձելու են նեղվել, նեղսրտել, խուսափել կամ պիտակավորել մարդկանց։ Կամ եթե երկրորդ հարսիկի տարբերակա երկու տղա են տանը, արդեն անհնար է լինելու այդպիսի 3-4 տեսակի հարաբերությունների մեջ այնպիսի հավասարություն սահմանել, գիտեմ, շատերիդ հաջողվել է, ես ուրախ եմ, որտեղ հիմա մեկնաբանություններ կլինի, որ մեզ հաջողվել է, ես բոլորի համար իհարկե շատ ուրախ եմ, բայց խոսենք այն մարդկանց մասին, ում չի հաջողվել։ Այս դեպքում ոչ առաջինին եւ ոչ որևէ մեկին ամենայի դերը տալ անհնար է։ Ես ունեմ 4 երեխա եւ որևէ մեկին ամենայի դեր չեմ տվել, որպիսի ամենայի դերից որևէ իրավիճակում նրա հրաժարումը կամ
զգացողությունը չհանգեցնի խանդի, նախանձի կամ որևէ միտեղ անհաջողակության, քանի որ միայն ընտանեկան իրավիճակով չէ պայմանավորված մեր էմոցիոնալ դաշտը։ Դու ամենանես տանը հայտնվում ես ինչ-որ ընկերախմբում, որտեղ միգուցե հենց այդ պարագայում դու ամենան չես, նույնիսկ քննարկվող թեմայից անտեղյակ ես եւ հայտնվում ես անուշադրության կենտրոնում։ Սա չպետք է լինի անառողջ մոտեցման, պետք է լինի, որ օրինակ ես կուսումնասիրեմ կամ մյուս թեման ես կնախաձեռնեմ, առողջ քննարկում, կառուցողական մոտեցումներ եւ ինչպես ասում են, բոլորը կլինեն երջանիկ։ Այսինքն կարող ենք ասել, որ եթե խանդում ես, ուրեմն ունես թերարժեքության զգացում, եթե խանդում ես, ինքդ քեզ թերագնահատում ես, անինքնավստահ ես, սեփականատեր ես, սիրում ես թելադրել, սիրում ես պարտադրել, սիրում ես ակնկալել ավելին, քան իրականում նախատեսված է, եւ այդ ամենը վերում հանգեցնում է հիվանդագին խանդի։ Ես ակնկալում եմ ավելի շատ ուշադրություն քո կողմից, ավելի շատ սեր, ավելի շատ հոգատարություն։ Իմ պատկերացումները դու չարդարացրեցիր, ես ունեմ խանդելու առիթ։ Շատ մարդկանց սրտից նկարագրեցիր, շատ դիպուկ, շատ լավ բառեր գտար, բայց հիվանդագին խանդը քրոնիկ խանդը չէ, սա տարբեր ենք, որովհետև երբ որ խանդը երկարում է, ինքը միևնույն խանդն է, որը որ պետք է մի օր դադարի կամ մի օր մարդու ներքին կատարելագործմամբ ինքնակրթությամբ կամ անձի հասունությամբ դադարի։ Հիվանդագին խանդը պաթոլոգիա, դա դրսևորվում է հենց պաթոլոգիկ երևույթներով, այսինքն հալյուցինացիաներով, իրենց մտապատկերներով, քրոնիկ խանդը ինքը այսպես մի օր չի արտանում ու դառնում է հալյուցինացիա, դա հենց այդպես է լինում ի սկզբանե, այսինքն երկու բառը տարբեր նախադասությունների մեջ միևնույն իմաստը չի արտահայտում։ Դրա համար եթե մարդը ունի տեսիլք, եթե լսում է ձայն, որը որ չկա, այդտեղ աշխատում են մեր գործընկերները, իսկ այն երևույթը, որը հենց դու նկարագրեցիր, թերարժեքության բարդույթով, սիրո համար պայքարով, սեփականատիրական, նարցիսստական էմոցիոնալ տարբերակներով, այդտեղ արդեն աշխատում է հոգեբանը կամ համագործակցում է հոգեբուժի հետ։ Բայց նախ մինչև աշխատել հոգեբանի կամ հոգեբուժի հետ, մարդը պետք է ինքն իրեն ընդունի այն փաստը, որ նրա խանդը կամ չափաբաժնից ավել է, կամ արդարացված չէ, կամ իսկապես հիվանդագին է։ Որը այս դեպքում շատ ծանր ճանապարհ է անցնում, որովհետև հենց այս էմոցիաներով օժտված մարդը հենց ինքը ընդունելու խնդիր ունի։ Եվ նրան դժվար է բախվել իրականության հետ, որ ճիշտ է ինքը տանջվում է խանդից, բայց ինքը ունի բարդույթ։ Եվ դրա համար, երբ որ վերնագրում էինք զույգերն առանց կոնֆլիկտների, մեկ մեխանիզմ աշխատեց, որ եթե ուզում եք ապրել առանց կոնֆլիկտների, պետք է ճանաչեք այդ կոնֆլիկտները։ Այսինքն խաղը կոնֆլիկտի մասին է, բայց եթե դու ուզում ես ապրել առանց կոնֆլիկտների, ճանաչողությունը ամեն ինչի հիմքն է, եթե դու չես զբաղվում քո բարդույթին, դու չես գնալու խանդը լուծելուն եւ քո անձնային աճը տեղի չի ունենալու։ Մարիամ, ինչու են խանդում։ Դու նկարագրեցիր, ես կարող եմ կրկնել։ Չէ, դիմացինի, ինչու են խանդում, որ պարագայում է խանդը արդարացված։ Արդարացված, այդ ենթատեքստը կար հարցի մեջ, գլխի չընկա, գիտես։ Ես գիտեմ, ես ինչու են մարդիկ առհասարակ խանդում, նշեցի, ես կարող եմ։ Դու խանդոտ ես, Լիա, չեմ նկատել։ Շատ խորը հարց է, որովհետև կարող ես նաև չպատասխանել։ Ես ուզում եմ ինձ հասկանալու համար ես պարտավոր եմ պատասխանել։ Երբեմն հաճախ ասում են ես չեմ խանդում, որովհետև ես ինքս իմ վրա վստահ եմ։ Բայց ես կարծում եմ, որ դա խաբկանք է։ Եվ դու նույնիսկ ասում ես ես չեմ խանդում, որովհետև ես իմ վրա վստահ եմ, դա արդեն ինքնապաշտպանական ինչ-որ մի վահան է, որի հետևում դու պաշտպանվում ես եւ չես ուզում ցույց տալ քո խոցելիությունը, որքան խոցելի ես դու եւ քո թուլությունը։ Եվ ավելի մեծ խաբկանք էլ կա, ասեմ ու քո հարցին փորձեմ պատասխանել, իսկապես պետք է փորձեմ պատասխանել, այն է, որ սիրում եմ, դրա համար եմ խանդում։ Իմն է դրա համար եմ խանդում։ Տեսեք, խանդի մեջ կա ցավ, սիրո մեջ չկա ցավ։ Սա հիշում ենք անգիր։ Իսկ
Պատասխանելու համար քո հարցի Ինչու են խանդում։ ինչու են խանդում։ Իհարկե իմ կարծիքով ես դրան կարծես պատասխանել էի։ Իրան ստացավ փայտից հարված։ Խանդ, փայտը խանդեց, ուշադրություն քիչ էի դարձրել։ Գուցե ես խանդում եմ քեզ, որովհետև քեզանից իմ ակնկալած բավարար քանակով ուշադրությունը Բայց քո չէ, ոչ թե իմ ակնկալած։ Իմ ուշադրությունը չափելի էր եւ դա անբավարար էր։ Այո, չէ՞ որ դա էլ է իմ խնդիրը, որովհետև ես եմ որոշել որքան ուշադրություն ակնկալեմ քեզանից։ Ես եմ որոշել որքան ուշադրություն ակնկալեմ քեզանից։ Ես եմ որոշել որքան սեր եմ ուզում ստանալ քեզանից։ Ես եմ որոշել որքան հոգատարություն եմ ուզում ստանալ քեզանից եւ ես եմ որոշել որ քո կյանքի մեջտեղում քո ուշադրության եւ կյանքի բոլոր պատկերացումների, անելիքների, խնդիրների մեջտեղում պետք է լինեմ ես։ Դա իմ որոշումն է եւ ես իմ ակնկալիքների չարթարացման համար մեղադրում եմ քեզ որ խանդում եմ։ Ես այս նոտայի վրա կառաջարկեմ, որ մեր մյուս տեսանյութը լինի ինչպես ճիշտ որոշում կայացնել։ Անպայման դա, եթե համաձայն չես, որ մյուսը լինի, թող անպայման մեկ անգամ գոնե դա լինի, կքննարկենք սիրելիս։ Տեսեք, երբ որ դու որոշել ես իմ ուշադրության չափը, ես պետք է խնդրեմ ինձ տեղյակ պահել այդ մասին, որովհետև ես նույնպես մասնակցում այդ որոշմանը։ Սիրելիս, ես 24-ի 7-ից ուզում եմ 16:05, որ ես լինեմ ուշադրության կենտրոնում։ Ես կարող եմ 2 ժամ տրամադրել ամսական։ Ես քեզ արդեն խանդում եմ, որովհետև հարցի առաջանում թե ուր է գնալու եւ ում վրա է գնալու մնացած ժամերի ուշադրությունը։ Ես կարող եմ ասել, իմ մնացած ժամերը գնալու են մյուս հաղորդումների վրա, մյուս հանդիպումների վրա, ընտանիքի վրա, իմ հանգստյան ժամերի վրա, իմ այլ նախագծերի քննարկման վրա, մեր հաջորդ մյուս նախագծի քննարկմանը, որը պետք է քո թիմի հետ հանդիպեմ, երբ որ դու այստեղ չես լինելու։ Պատկերացնում եք, եթե ամեն անգամ զույգերը, կապ չունի գործընկերներ են, թե առհասարակ կյանքի ընկերներ են, այսպես քննարկեն, թե ով ումից ինչ ակնկալիք ունի եւ որքան դա adekvat ակնկալիք է եւ որքանով է դիմացինը պատրաստական այդ ակնկալիքը արդարացնելու համար, գուցե այդ հիվանդագին խանդը չդառնա հիվանդագին, այլ միջին դառնալու հիվանդագինը այլ եզրույթ է։ Սահմանում ենք։ Չի դառնալու խանդ, որը քրոնիկ է։ Այո։ Եվ որը իսկապես առաջ է բերում ընտանիքում քաոս։ Իսկ հիվանդագինը երբ կան մեր կողմից չգնահատվող երևույթներ, ձայներ, տեսիլքներ, մարդիկ, մարդ ուզում է անդադեսախցիկով վերահսկել, շողքը շփոթում է մեկ այլ մարդկանց հետ։ Քո ընկերական շրջապատի հետ շատ ժամանակ մի անցկացրու կամ մի շփվիր, ես կամ քո կյանքում ավելի ինչ է պետք այս կյանքից։ Դրա շարքից է նաև, երբ գնացիր այս ընկերուհուդ հետ հանդիպման, դու լրիվ այլ մարդ ես եկել եւ ես վստահ եմ, որ դուք այնտեղ, չգիտեմ ինչով եք զբաղված եղել։ Նա քեզ այստեղ արդեն հիվանդագին տարրերը կան։ Այսինքն սեփական երևակայության զոհ դարձած մարդը իր սեփական խնդիրները բարդում է դիմացինի վրա, ով որ բացարձակ պատասխանատվություն չպետք է կրի դիմացինի սեփական երևակայական սխալների եւ կարծիքի եւ խնդիրների վրա։ Այո, բայց արի ու տես, որ մենք այս հաղորդման շրջանակներում խանդի հիվանդագին տարբերակ ուղղորդում ենք հոգեբուժի, որը մեր կողմից պրոֆեսիոնալ առաջարկ է, բայց հանդիպելու է դիմադրության, որովհետև շատ ընտանիքներում, ովքեր տառապում են այդ խնդրից, մեզ հետ համաձայն են, բայց այն մարդը, ով կարիք ունի այդ հարցազրույցին, ես ուղղակի ուզում եմ շատ ճիշտ ձևակերպեմ, օգնելու մեր հանդիպման միջոցով այդ մարդկանց, որ դա լուծումն է։ Մեկ հանդիպումը մասնագետի հետ, դա հիվանդագին խանդի ձևակերպումն է, լուծումն է։ Ինքը ոչ այլ ինչ է, քան կպչուն մտքերի շարան, ինքը ոչ այլ ինչ է, քան տեսիլքների եւ զառանցանքի մի փունջ, որը ձեր կյանքի որակը հավասարեցնում է զրոյի։ Իսկ խանդը, որը լիան առաջարկում է ընտանիքում, բերել որոշման դաշտ, դա բացառապես լինում է կառուցողական, ընտանեկան քննարկումների ժամանակ։ Ես այլ գործով չեմ զբաղվում, քան հենց դա սովորեցնելը զույգերին, ովքեր լինում են իմ սենյակում։ Այո, եւ ինչպես հասկացանք, զույգերն առանց կոնֆլիկտների չեն լինում։ Ես ուզում եմ իմ սիրելի տեսանկյունի մասին բարձրաձայնել, որ հաճախ եմ իմ ընկերուհիներին կամ ընկերներին փոքրիկ խորհրդի կարգով ասում, մի նեղվեք, եթե ձեր հարաբերություններում կան կոնֆլիկտներ, չէ՞ որ կոնֆլիկտները
Չէ՞ որ կոնֆլիկտները ինքնին ձեզ օգնում են, տալիս են հնարավորություն միմյանց ճանաչելու, միմյանց բացահայտելու, որ հասկանաս դիմացինը նման սուր կոնֆլիկտային իրավիճակում որքան ագրեսիվ կարող է լինել, որքան կառուցողական կարող է լինել, որքան ըմբռնող կարող է լինել, որքան հակասական կարող է լինել։ Գուցե հենց կոնֆլիկտի ժամանակ դու հասկանաս, որ ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Նա բացարձակ նոր մարդ էր։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում, ասեմ ավելին, չեմ էլ ուզում ճանաչեմ։ Ես քեզ չեմ ընտրել։ Ես ընտրել եմ մյուս մարդուն։ Բայց այդ մյուս մարդը դա ուղղակի մեր ակնկալիքն է եւ մեր պատկերացումն է եւ մեր ցանկությունն է։ Ցանկացած կոնֆլիկտ մեզ թույլ է տալիս ճանաչելու, բացահայտելու եւ նոր որոշում կայացնելու։ Լիան ուզում է ասել, մի հորինեք մարդկանց, դուք մի օր բախվելու եք իրականությամբ։ Եվ մի խուսափեք կոնֆլիկտներից, դրանք ուղղակի ամրապնդում են կամ ավելի ճանաչողական են տանում ձեր հարաբերությունները։ Մի փոքրիկ շարունակություն քո հրաշալի մտքին։ Կոնֆլիկտում են այն զույգերը, ովքեր չունեն արդյունավետ հաղորդակցման կանոններ։ Կոնֆլիկտը հաղորդակցման տեսակ է, եթե մենք չունենք, եթե ես եւ դու չունենայինք այս ոճը հաղորդակցման, մենք խոսելու ենք վիճելով։ Դրա մասն է կոնֆլիկտը։ Լավ եղեք։ Եվ հիշեք, որ մենք ինչ որ այստեղ քննարկում ենք եւ ասում ենք, մենք մեր կարծիքը եւ խորհուրդը ոչ ոքի վրա չենք փաթաթում եւ չենք պարտադրում։ Մենք ուղղակի կիսում ենք մեր օրինակներով եւ մեր փորձով։ Եվ շնորհակալություն ձեզ, որ մինչ այս պահը մեր հետ եք, իմանալով հանդերձ, որ այս թեմաները հենց ձեր մասին են, իսկ ավելի հստակ քո մասին են։